Պիտի հիշենք, ես առիթ ունեցել եմ այստեղ էլ կարծեմ ասելու, իսկ ուրիշ տեղեր հաստատ ասել եմ, որ Թրամփը ի վերջո դառնալու է Ռուսաստանի թիվ 1 թշնամին, որովհետև ինքը ինչ որ ուզում է իրականացնի, այն ծրագը Ռուսաստան դա չի իրականանալու, որտեվ որ ասում եք ստապեցնի Պուտինին, չի ստապեցնի։ Պուտինը էլի մեր դասական տերմինաբանա կլասիկ բանա, զավթիչա։ Ինքը Իրանը զգում է, պատահական չէ, էլի, սաբիրացել զիմել ռուսկիխ, դա հատուկ ռուսերեն պետք է որ այդ տիպի մարդ է, նայեք, երբ որ դու հաջողություն չես ունենում, դա բնորոշ է բոլորին, քո երկրի տնտեսության զարգացման, տարբեր առումներով, դու բնականաբար այդ ամբողջը ծածկում ես զավթողական պատերազմներով, այսինքն ինչ որ մի հաջող պատերազմ, տեսեք, ես երկիրս բան արեցի, գրավեցի, նա եթե հիշում եք, կարծեմ բանը Ղրիմը 27,000 քառակուսի կիլոմետր է, գրավեց, ասեց ես Ռուսաստանը միացեցի, ուժեղացրեցի, այդ նույն օրերին ինքը Չինաստանի հետ արևելքում ստորագրեց պայմանագիր եւ 2 անգամ ավելի շատ մեծ տարածք 100 տարով տվեց որպես էքսկլյուզիվ տնտեսական գործունեության տարածք Չինաստան, որ ի՞նչ է նշանակում, որովհետեւ թարք այդ խուճուճ բառերից դուրս գանք, այս վերցրեք 100 տարի օգտագործում եք, ինչ անում եք, հետո 100 տարի հետո կտեսնենք։ Ռեալ հասկանանք։ Չինաստանը որտեղ որ մտավ 100 տարի այդտեղից դուրս է գալու, ո՞նց է դուրս գալու։ Ուրալից մինչև Կամչատկա ու Վլադիվոստոկ ավելի քիչ մարդ է ապրում, 3 անգամ ավելի քիչ մարդ է ապրում, քան Չինաստանի մի տարվա ծնելիության ցուցանիշն է։ Բնականաբար չի, բայց գիտեք, ռոպագանդան իր դերն անում է։ Այդտեղ ցույց են տալի Ղրիմը գրավեց, մեր չգիտեմ, ռուսական հողերը, այնտեղ դրա մասին լրության մատնում չի լինելու։ Ռուսաստանը կռվելու է մինչև վերջի հնարավորություն։ Խաղաղություն միայն կարող է հաստատվել այն դեպքում, երբ որ Ռուսաստանը ի վիճակի չլինի պատերազմ մղելու։ Մարդկային անսպառ ռեսուրսներ ինքը ունենալու է եւ կռվելու է։ Միակ տարբերակն այն է, որ Պուտինը ինչ եմ ասում կդառնա թշնամի, նավթի գինը գցի, որտեղ երբ որ նավթը չեղավ, փող չեղավ, ինքը այդ մարդկանց չի կարող փողը տալ, որպեսզի կռվեն։ Թրամփի քաղաքականությունը ի վերջո ինքը դրան գալու է, այսինքն Եվրոպան եւ Ամերիկան օգնելու են շատ Ուկրաինային, իսկ նավթի գներն էլ ընկնելու են։